որ ղեկավարի օրոք է, որ Հայաստանը լավ է ապրել, զարգացում է ունեցել եւ որ անձն է, որ լինի երկրի վարչապետ, Հայաստանը առաջընթաց կունենա։ Ոսկի միջինը որ գցում ենք, Հայաստանը տնտեսական աճ ունեցել է միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հետմահու զարգացումը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է եղել, Ռոբերտ Քոչարյանը եկավ, բնականաբար դատարկեր լցվեցին, 1,5 միլիոն հակառակն են ասում չնայած, 1,5 միլիոն հայ վերադարձել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Տնտեսական աճերը Ռոբերտ Քոչարյանն է զարգացում տվել, շատ մարդիկ ասում էին Քրքորյանի փողերը Ռոբերտ Քոչարյանը վերցրել, тут միջև լափել է, այցև տհաճ արտահայտություններով, բայց Հարութ Սասունյանը այդ փողերի տնտեսողներ, մարդը հելավ կանգնեց, ասեց, որ Ռոբերտ Քոչարյանը այդ փողերից մի կոպեկ չի կերել։ Այդ որտեղ է, այսինքն մեր ժողովուրդը վատը շուտ է տեսնում, լավը չի ուզում տեսնի։ Այսինքն մի հատ Պողոս Պողոսյան, չգիտեմ, իր օրոք սպանվել է, բոլոր հայ ազգը հիշում է, բայց 5000 որ Նիկոլը Տարեն մխրճել է, միտումնավոր սիոնիզմի ծրագրով հողի տակ, դա չեն հիշում։ Ինչու ժողովուրդ, կարող եք բացատրել հասկանամ։ Եթե դուք հիշում եք, մեր ժողովուրդը լավ հիշողության կորուստ ունի։ Ուրեմն 2008 թվականի մարտի 1-ից առաջ փետրվարի 26-ին հրապարակում հանրահավաք եղավ։ Հիշում եք թե ոչ։ Ժողովուրդ, փետրվարի 26-ին Լևոնը Սերժը Նիկոլա Ագավորկային կապել, երյակ։ Ռոբերտ Քոչարյանի թիկունքի հետնամասում, որ 10 տավ տամ քեզ իշխանություն, որ Նիկոլին չպետք է գտնի Հովիկ Աբրամյանը, Գագիկ Խաչատրյանը, Գալու Սահակյանը, Վարդան Այվազյանը, Շմայցը, Լիսկան, Հանրության կոմի ամենաչսիրված կարկառուն դեմքերը։ Բայց այն անձինք են, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր падգամավոր եղած ժամանակ հայոյանք որ թալանել են, 50 են արել։ Հենց դրանք են, էդի պրոյեկտեր, հակառակ պարագայում որ ոնց կարար Հովիկ Աբրամյանը ասել, պամիդորաճեսնել լավ բան է, գուցե մենք ամենից դրանով զբաղվես։ Այդ չէր կարա նման բան ասել ու կենթանի մնար։ Նա ոչ Վազգեն Սարգսյանից էր հզոր, ոչ Կարեն Դեմիրճյանից էր հզոր։ Ով էր Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանը։ Ինքը պրոյեկտ է եղել դեռևս 2008 թվականի փետրվարի 26-ից, ով չի հիշում ասեմ, բայց Ռոբերտ Քոչարյանի թիկունքի հետնամասում Ռոբերտ Քոչարյան չի եղել այդտեղ։ Ես բոլորի տեղ վստահություն եմ։ Հիմա կան, հելնում ասում են Քոչարյան Սերժ, բայց իրականում կույրերի կոմբինատի հավաքածուները, որ լավ գիտակցեն, Լևոն Սերժ, Նիկոլ թող ասեն։ Շատ բաներ կա ասելու, շատ բաներ կա։ Ուղղակի այս պահին նաև ես անդրադառնում եմ մի որոշակի չափով։ Տեսեք, դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է երկիրը ծաղկել, բարգավաճել, բայց միթե Հայաստանի հասարակությունը չի տեսել դա, չի զգացել։ Ինչն է խնդիրը, որ այդ տարիքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի շատ քաղաքացիներ, որ խոսեցնում ենք, հակառակն են ասում։ Ասում են ոչ զարգացում է եղել, ոչ բարգավաճում է եղել, հակառակը վատ է եղել։ Ասեմ դրա պատճառը ինչն է եղել։ Ուրեմն մի բան, եթե ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը լրիվ մսխեց, զավոդները լրիվ թափթազախառատային հաստոսներով, ամեն ինչով Հրանտ Բագրատյանի հետ տվեց պարսիկներին, ես փոքր երեխա հիշում եմ, ասում են տան պարսիկների զենք սարքեն մեզ գյուլեն։ Այդ բառերը ես մեր մեծերից եմ լրիվ լսե։ Այս ականջները չի դավաճանում, ոչ էլ հիշողություն ես։ Ռոբերտ Քոչարյանը որ եկավ, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին այն մտքով էր բերել։ Լևոն Տեր-Պետրոսյանն է սեփական շրթունքներով ասում, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին ես բերել եմ։ Այն մտքով էր բերել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին օգտագործեր, բայց Ռոբերտ Քոչարյանը կամակատար չդառավ։ Հիմա մենք կուշտ լիդերին պետք է հավատանք, թե սոված կամակատարներին։ Մեր ժողովուրդը ուղղակի գիտեք վատը որն է, որ դատարկված տները լծվեց, տնտեսական աճը հիմա զարգացավ Քոչարյանի վախտով միջև, ասենք, միջին խավը 45, միջև 50% եղավ։ Միջին խավը Նիկոլ Փաշօղլին որ եկավ իշխանության ղեկին, սահմաններից ապրանքներ էին բերում 50 կիլոգրամով անցկացնում էին, բանջարեղենկներ, միրգներ, տարբեր ապրանքներ։ 50 կիլոգրամը իջեցրեց սարքեց 10 կիլոգրամ։ Ինչու 600,000 մարդ Հայաստանը լքեց։ Այդ ժամանակահատվածում ինչու արեց այդ փրչոտ Ալեքսանյան Վահակ կա, ասում են մենք 600,000 մարդ շուրջ։ Իշխանությունները ասում են, որ անշնորհակալ պետք չի լինել, խաղաղություն ենք բերել, լավ է լինելու,
Եվ եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, եռագլուխ հրեշները գան իշխանության, պատերազմ կլինի։ Դուք այդ կարծիքին եք։ Նիկոլ Փաշինյանը գլուխը պատինա տալիս, պատն է գլխով մեկ իր ամբողջ քփեով հանդերձ։ Նիկոլ Փաշինյանը ով է, ում դռան շունն է, ում կամակատարն է։ Նիկոլ Փաշինյանից տականք այս երկրում գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը իր ախպերն է, թե իր, չգիտեմ ով, Ալենչիկ Սիմոնյանը ասում էր, Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխիքն է, Հայաստանն էլ Ադրբեջանի։ Այսինքն հիմա եթե Նիկոլ Փաշօղլուն քվե են տալիս, Ալիևի ցանկությունը կատարում են։ Դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն ընտրում են Ալիևին։ Նիկոլ Փաշինյան ընտրողը թուրքից ինչով է տարբերվում, բացատրեք հասկանամ։ Թուրք կամ Նիկոլ Փաշօղլի, ոչ մի տարբերություն բացարձակապես։ Ես այդ ամեն ինչ մանրակրկիտ կարող եմ հիմնավոր փաստերով ներկայացնել։ Ինչպես։ Նիկոլ Փաշօղլին ասեց, ճիշտ կադրային քաղաքականություն պետք է վարենք, ճիշտ է։ 24 կուսակցության լիդերների հետ ճանապարհ էր անցել, ճիշտ է։ Գիտեք թե չէ։ Պետրոս Մակեանսոս, Գիմիշյան, Արմենակ, Դովլաթյան, Հովանես Հովանեսյան, Արամ Կարապետյան, Մանուել Գասպարյան, լիքը մեկին չհրավիրեց Կլոսյանի շուրջ կադրեր փնտրեր։ Վաքսիվր հիմա իմուն Հայկոյին բերեց։ Ինչա որ ավտոմեքենանով բաներ արե։ Հայկոն էլ եկել էր ուրիշ նպատակով։ Եկել էր, որովհետև իր աները Լևոն Տեր-Պետրոսյանի հարազատն է։ Ամբողջ Չեխիայի մասոնների կառույցի ղեկավարն է։ Դրա համար էլ բերել էր։ Դոգ Հայկո հակասություններով Ավինյան Սարգին քաղաքապետ։ Հիմա էլ Ծառուկյանն է նմանատիպ քայլանում, Քոչարյանին հակասելով, Սամվել Կարապետյանին ընդունելով, բայց եթե դուք Սամվել Կարապետյանին ընդունողները իրականում պետք է գնան միանան իրեն։ Ոչ թե ասեն հակակոռուպցիոն դատարանի մեր ախպերն է բան եւ այլն հելեն գնան այսպես։ Կամ դու Ծառուկյան 21 թվականի ընտրությունների օֆիցիալ տվյալներով դու աջակցիր Նիկոլ Փաշօղլուն եւ սա ռայոնի մարշրուտի գծերը տվեցին քեզ վերցրեցիր, հա լավ արեցիր որ վերցրեցիր դու գները ինչու թանկացրեցիր միտեղ 100%-ով, միտեղ 50%-ով այ դու մի շանս ունես Ծառուկյան երբ որ այդ գները կիլճացնես մարշրուտի գծերը ապարանինը 600 սարքել է 900 Եղվարդը 150 սարքել է 300 ու տարբեր տեղեր թանկացրել է հիմա բարերար բարեգործես թե չարերար չարեգործ Տեսեք, Գագիկ Ծառուկյանն էլ է ասել, որ ով շատ ձայներ հավաքի, նրան էլ կմիանանք։ Այդպես չի ասել Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը մերժել է կտրականապես իրական ընդդիմությանը 21 թվականի Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը 21 թվականի իրական միակ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչու է մերժել Ռոբերտ Քոչարյանը։ Իր սեփական շտունքներով է ասել, որ ես Ռոբերտ Քոչարյանին միացողը չեմ։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ինչ շանսեր ունի։ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես շանս չունի։ Այդ շանսը տվել է Ծառուկյանին Հիսուս Քրիստոսի արձան դնելը, որ այնտեղ գնա քարոզարշավ, դա էլ բերի Մեյդան ու Սարգի Մայդան, որ Ծառուկյանը ձայները հավաքի ու գնա միանա իրեն։ Այդ ֆիկտիվ, այդ Ծառուկյանը եկեք արդար լինենք, ասենք, որ հայտարարել է, որ չի միանալու Ես չեմ հավատում իրա, ինչին հավատամ, 21 թվականին բայ ինքը չի ընդդիմություն չպահեց։ Իրա որ ասացին ես հավատամ։ Թող չընդուներ Թևյանյան Անդրանիկին, չընդուներ իրա Սանիկ Մարտուն Գրիգորյանին։ Ինչու եք այդքան սիրում Ռոբերտ Քոչարյանին։ Չեմ սիրում Ռոբերտ Քոչարյանին, իրականություն եմ ես ասում։ Իրականությունից ենք մենք խոսում, ոչ թե սիրել չսիրելու։ Ռոբերտ Քոչարյանը սիրելու ո՞րն է։ Այդ մարդը ամուր անկոտրուն լիդեր է եղել, ոչ թե սոված կամակատար։ Իրանց պես 3 ղեկավար են ունեցել։ Ամեն անկոտրուն ղեկավարն է եղել։ Սերժն էլ է կամակատար եղել։ Նիկոլն էլ։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ինչ ասեմ։ Նա այս երկիրը մսխեց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ի հակառակս դրանց 10 պատիկ անգամ զարգացում տվեց այս երկրին։ Ուղղակի մեր ժողովուրդը վատը շատ լավ է տեսնում։ Ձեր ընտանիքում քանի անդամ կա։ Ընտրող։ Դե 5 կարող է դառնալ 6-7։ Այդպես մտածում, ինչպես որ դուք։ Բոլորն էլ այդպես են մտածում, ինչպես որ ես։ Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանի վրա խորոփած ունեն։ Կոշտ ու կոպիտ ասում եմ։ Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյան։ Սերժի ախպեր Լևոնի ազգական։ Ես ելույթներումս միշտ այդպես եմ ասել։
Ուրեմն 2008 թվականի փետրվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի քաղաքական արգանդում բեղնավորվեց Նիկոլ Փաշինյան սերմաբջիջը քաղաքական 10 տարին այնտեղ պահեց հասունացրեց ու հանեց գցեց մեյդան ու մեր արյունը խմում է այսքան երեխեքի որ տարավ բա որ ասում էր կարող ենք հողերը տալ առանց զոհերի հանրաքվե դներ ժողովուրդը կգներ արյունոտ հողեր առանց արյուն հողեր տար ժողովուրդը այդ ժամանակ քեզ կպաշտեր փաշողլի ինչու չարեցիր այսինքն մենք սոված կամակատարին պետք է ընդունենք թե կուշ լիդերին մեր ժողովուրդը այդքան հələ լավ հասու չի որ հասկանա